Ողջույն սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ինչպես խոստացել էի, շարունակում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետի ժողովրդին ուղղված ուղերձին, անցնելով 6-րդ կետից մինչև 8-րդ կետը ներառյալ։ Ես ոչ միայն վերաշարադրում եմ ուղերձի հիմնական գաղափարները, այլև փորձում եմ դրանց շուրջ վերլուծություն կատարել, հասկանալու, թե ինչպես են դրանք առնչվում մեր իրականությանը, ինչ դրական կամ մտահոգիչ կողմեր ունեն և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ, որպեսզի դրանք ծառայեն հասարակության բարօրությանը։ Հիշենք, որ յուրաքանչյուր փոփոխության իրական շահառուն ժողովուրդն է, իսկ մեր բոլորիս պատասխանատվությունն է անել ամեն ինչ, որ այդ փոփոխությունները լինեն ոչ թե վնասակար, այլ օգտակար և հիմնավոր։ Եվ այսպես անցնենք վերլուծության շարունակությանը։ 6-րդ կետ. Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Ուղերձի հիմնական միտքը։ Այս սկզբունքը ենթադրում է, որ պետությունը պետք է գործի ինչպես ուժեղ ընտանիք, հիմնված փոխադարձ պատասխանատվության վրա։ Պետության և քաղաքացու կապը պետք է լինի ամուր և փոխշահավետ։ Քաղաքացին պետք է գիտակցի հարկեր վճարելու անհրաժեշտությունը, ինչպես ընտանիքի անդամն է հոգ տանում ընտանիքի կարիքների մասին, իսկ պետությունը իր հերթին պետք է արդար և արդյունավետ կառավարի պետական բյուջեն յուրաքանչյուր քաղաքացու բարօրությունը ապահովելու համար։ Վերլուծենք, եթե պետությունը ցանկանում է, որ ժողովուրդը իրեն ընկալեն որպես ընտանիք, ապա այն առաջին հերթին պետք է վերաբերվի իր քաղաքացիներին այնպես, ինչպես օրինակելի ծնողը վերաբերում է իր զավակներին, հոգ տանելով նրանց կարիքների մասին, ոչ թե միայն պահանջներ ներկայացնելով։ Պետական մտածելակերպի խնդիրը։ Պետությունը տարիներ շարունակ ներկայացվել է որպես մի համակարգ, որը վերահսկում է քաղաքացիներին, բայց բավարար չափով չի հոգում նրանց մասին։ Եթե պետությունը իր քաղաքացիներին չի վերաբերվում որպես ընտանիքի լիարժեք անդամների, արդյոք քաղաքացիները կզգան, որ պետությունը իրենց տունն է։ Ինչպես կարող է պետությունը պահանջել ժողովրդի սեր ու նվիրվածություն, երբ ինքը հաճախ դրսևորում է անտարբերություն։ Հարկերի վճարումը վստահության խնդիր։ Հարկերը պետք է դիտարկվեն ոչ թե որպես պարտադրված վճար, այլ որպես ներդրում երկրի զարգացման մեջ։ Սակայն արդյոք այսօրվա պայմաններում քաղաքացիները վստահ են, որ իրենց վճարած հարկերը հաշվում են արդարացի և ծառայում են հանրային շահերին։ Ինչպես կարելի է ակնկալել, որ քաղաքացիները պատրաստակամորեն կվճարեն հարկերը և հաճախ չեն տեսնում դրանց դրական արդյունքները իրենց կյանքում։ Արդյոք հնարավոր է, որ մարդիկ հարկերից խուսափում են ոչ թե օրենք չպահպանելու ցանկությունից, այլ այն պատճառով, որ չեն տեսնում դրանց արդարացի պաշտպան և կառավարման հստակ մեխանիզմներ։ Պետական բյուջեի կառավարումը որպես անհասկանալի փակ համակարգ։ Պետական բյուջեի պաշտումը և ծախսման արդյունավետությունը միշտ էլ եղել են միջահարույց թեմաներ։ Ինչպես է հնարավոր, որ բյուջեն ամեն տարի ավելանում է, բայց սոցիալական խնդիրները մնում են նույնը կամ խորանում։ Արդյոք պետական միջոցների բաշխման և օգտագործման գործընթացները բավարար թափանցիկ են, որպեսզի քաղաքացիները վստահ լինեն իրենց հարկերը ծառայում են ոչ թե նեղ շահերի, այլ ողջ հասարակության զարգացմանը։ Ինչու՞ պետական պաշտոնյաների համար նախատեսված պարգևաճարներն ու արտոնությունները մեծանում են, բայց ուսուցիչների, բժիշկների և զինվորականների աշխատավարձերը շարունակում են մնալ անբավարար։ Եզրակացություն. Եթե պետությունը ցանկանում է, որ ժողովուրդը իրեն ընկալի որպես ընտանիք, ապա նախ ինքը պետք է փոխի իր վերաբերմունքը, ապահովելու հավասար և արդար մոտեցում բոլոր քաղաքացիների նկատմամբ։ Հարկային համակարգը պետք է լինի թափանցիկ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի վստահ լինի, որ իր վճարած հարկերը ծառայում են ոչ թե անհասկանալի ծախսերին, այլ իր իսկ բարօրությանը։ Պետական բյուջեի բաշխումը պետք է իրականացվի այնպես, որ հասարակության բոլոր շերտերը տեսնեն դրա դրական ազդեցությունը, այլ ոչ թե միայն որոշակի խմբերը։ Ժողովուրդը կտեսնի պետությունը որպես իր օջախ, եթե զգա, որ այդ օջախը պատկանում է բոլորին, ոչ թե միայն իշխող վերնախավին։
Հակառակ դեպքում այս արտահայտությունը կմնա միայն գեղեցիկ կարգախոս, իսկ պետության և ժողովրդի կապը ձևակը։ Հաջորդ կետը. Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկը դու ես։ Գաղափարը շեշտում է անհատի դերի կարևորությունը պետության զարգացման գործում։ Ըստ երևույթին ասվում է, պետությունը պետք է ստեղծի պայմաններ, որ յուրաքանչյուր մարդ իր ջանքերի միջոցով կարողանա հասնել բարեկեցության և երջանկության։ Կրթությունը այս գործընթացի առանցքն է, ապահովելով անհատի անհրաժեշտ հմտություններով ու գիտելիքներով։ Երբ քաղաքացին գիտակցում է իր ազդեցությունը պետության վրա, իսկ պետությունը անհատի ջանքի արժեքը երկիրը զարգացնում է։ Անհատի բարեկեցությունը ոչ միայն անձնական, այլև ազգային առաջընթացի հիմնական գործոն է։ Վերլուծենք. այո, մենք նորից խոսում ենք կրթության մասին և պետք է շարունակենք խոսել, քանի որ կրթությունը իսկապես մեր միակ հուսալի միջոցն է ապագա կառուցելու համար։ Եթե հաշվի առնենք մեր ներկայիս իրավիճակը, սահմանափակ բնական ռեսուրսներ, փոքր տարածք, տարածաշրջանային բարդություններ և ոչ միշտ բարիդրացական հարևաններ, ապա կրթությունը ոչ թե պարզապես կարևոր է, այլ պետության գոյատևման ու զարգացման փոխարինելի գործիք է։ Բայց եթե կրթությունն առաջնահերթ է, ապա ինչու պետությունը տարիներ շարունակ այն չի դարձրել իր քաղաքականության առանցքը։ Քաջ գիտակցելով դրա կարևորությունը, որ կրթված հասարակությունը կանխում է մանիպուլյացիաներն ու պոպուլիզմը, լավ կրթված ու դաստիարակված քաղաքացին չի առաջնորդվում միայն զգացմունքներով ու մակերեսային դատողություններով, այլ կարողանում է կշռադատել իր ընտրությունները, լինել դրա քաղաքական, տնտեսական կամ սոցիալական դաշտում։ Եթե ուզում ենք իսկական ժողովրդավարություն, ապա առաջին հերթին պետք է ունենանք գիտակից հասարակություն։ Արդյոք կրթությունը թույլ չէ ստեղծում հիմք մրցունակ տնտեսության համար։ Մեր երկիրը չունի մեծ տարածք, չունի նավ ու գազ, բայց կարող է ունենալ բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ արդյունաբերության վրա հիմնված տնտեսություն։ Բայց արդյոք մեր կրթական համակարգը պատրաստում է այդպիսի մասնագետներ։ Այսօր բուհերից շրջանավարտները հաճախ հեռանում են առանց շուկայում պահանջված հմտությունների, ինչը նշանակում է, որ կրթական համակարգը սուտ ձևականություն է։ Արդյոք կրթված հասարակությունն անվտանգության հիմնական երաշխիքը չէ։ Մենք խոսում ենք ուժեղ բանակի մասին, բայց բանակն էլ պետք է համարվի գիտելիքով զինված, ռազմավարական մտածողություն ունեցող երիտասարդներով։ Անվտանգությունը ոչ միայն զենքի հարց է, այլ նաև տեխնոլոգիաների, դիվանագիտության, միջազգային կապերի, վերլուծական կարողությունների։ Եթե ուզում ենք ուժեղ լինել, ապա մեզ պետք են ոչ միայն զինվորներ, այլև նաև մտածող առաջնորդներ։ Չմոռանանք մշակույթը, որովհետև մշակույթն ու կրթությունը պետք է միասին ձևավորեն գրագետ հասարակություն։ Աշխարհում մրցակցային դիր գրավելու համար մեզ պետք է ոչ միայն կրթություն, այլև մշակութային ինքնագիտակցություն, լեզվի, պատմության ու արժեքների խորքային իմացություն։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ մշակույթը հաճախ մնում է կրթական քաղաքականությունից դուրս, իսկ մեր կրթական ծրագրերում ազգային ինքնության բաղադրիչները հաճախ երկրորդական են։ Իսկ կրթության ֆինանսավորումը սակավ, սակայն նույն ժամանակ միջոցների անարդյունավետ կառավարմամբ։ Մենք հաճախ տեսնում ենք, որ կրթության համար տրամադրվող պետական միջոցները սահմանափակ են, բայց հարցն այն է, թե ինչպես են դրանք այդ սահմանափակ միջոցները ծախսվում։ Կրթության ոլորտին հատկացված սակավ միջոցները հաճախ ուղղակի փոշիացվում են առանց իրական բարեփոխումների։ Ուսուցիչների աշխատավարձերն այնքան ցածր են, որ նրանք կամ ստիպված են լինում գրկուսուց դառնալ, կամ ուղղակի ֆորմալորեն աշխատել դպրոցում առանց ուսուցչի իրական առաքելության։ Շատ կրթական ծրագրեր ներդրվում են միայն թվեր ապահովելու համար, բայց դրանց բովանդակային ու գործնական արդյունավետությունը չի գնահատվում։ Տեխնիկական վերածննդման վրա հատկացվող գումարները
հաճախ գնում են ոչ թե արդիականացման, այլ ձևականության։ Ինչ է ստացվում։ Մենք տարիներ շարունակ հասկացել ենք կրթության կարևորությունը, բայց պետական մակարդակով այն երբեք չի դիտարկվել որպես առաջնահերթություն։ Իսկ առանց կրթական հեղափոխության մենք չենք կարող դառնալ ուժեղ, ինքնաբավ, զարգացող և անվտանգ երկիր։ Հիմա խոսենք գաղափարական խնդրին։ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդու, եւ այդ մեկը դու ես։ Այս գաղափարը շեշտում է անհատի դերը պետության զարգացման գործում, ինչը մի կողմից ճիշտ է, սակայն իրական կյանքում անհատը չի կարող փոխարինել համակարգային բարեփոխումների։ Եթե անհատն է պատասխանատու պետության ապագայի համար, ապա ինչու պետությունը նույնքան պատասխանատու չէ անհատի ապագայի համար։ Ինչպես կարող է մարդն իր ապագան կառուցել, եթե պետությունը չի ապահովում որակյալ կրթություն, հավասար հնարավորություններ ու կայուն աշխատանք։ Ինչու անհատը պետք է պայքարի իր բարեկեցության համար, և որոշ խմբեր կարող են օգտվել պետական ռեսուրսներից առանց որևէ ջանքի։ Այս մոտեցումը բացարձակ անհատականացում է, որը կարող է հանգեցնել երկու խնդրի։ Առաջին, քաղաքացիները սկսում են հավատալ, որ իրենց ճակատագիրը կախված է միայն իրենցից, իսկ եթե չհաջողեն, ապա դա իրենց անձնական սխալն է, այլ ոչ թե անարդար, փակ ու բացված համակարգի հետևանք։ Եվ երկրորդ, պետությունն իրեն ազատում է պատասխանատվությունից, քանի որ եթե ամեն ինչ կախված է միայն անհատից, ապա պետությունը կարծես ոչինչ չունի անելու կրթության, տնտեսական հնարավորությունների, սոցիալական հավասարության ապահովման հարցում։ Պետության ղեկավարը պետք է մեկ կողմում նստեցնի անվտանգության պատասխանատուին, մյուս կողմում կրթության պատասխանատուին, քանի որ առանց մեկը մյուսի չի կարող գոյատևել, և բնականաբար պետությունն էլ չի կարող գոյատևել։ Եթե պետությունն ունի ուժեղ բանակ, բայց չունի կրթված հասարակություն, ապա այդ բանակը ապագա չունի։ Եթե պետությունն ունի բարձրակարգ կրթական համակարգ, բայց չունի անվտանգային երաշխիքներ, ապա այդ կրթությունը աշխատելու տեղ չի ունենա։ Կրթությունը առանց անվտանգության դատապարտված է խարխլվելու, իսկ անվտանգությունը առանց կրթության դառնալու է կարճաժամկետ լուծում։ Եթե պետությունը լրջորեն չի վերաբերում կրթությանն, այն չի դիտարկվում ոչ միայն որպես սոցիալական, այլև նաև որպես անվտանգային ռազմավարություն, ապա պետությունն ինքն իր հիմքերն է կործանում։ Ինչ պետք փոխվի, որ կրթությունը իրապես ապահովի ապագան։ Կրթության ոլորտի ֆինանսավորումը պետք է թափանցիկ լինի, և դրա կառավարումը պետք է հիմնվի ոչ թե ձևական բարեփոխումների, այլ իրական որակի ապահովման վրա։ Ուսուցիչների ու դասախոսների պատրաստվածությունը պետք է բարձրացվի, քանի դեռ ուսուցիչները չեն մոտիվացված, չեն ստանում արժանապատիվ արձակուրդություն ու չեն անցնում շարունակական վերապատրաստում, չեն կարող ունենալ որակյալ կրթություն։ Կրթությունը պետք է կապ ունենա անվտանգության և տնտեսության հետ։ Ոչ միայն կրթության մակարդակը պետք է բարձրանա, այլ նաև այն պետք է լինի պետական անվտանգության մաս, խթանելով տեխնոլոգիական զարգացումը, ռազմավարական մտածողությունը և նորարարական արդյունաբերությունը։ Պետության ղեկավարը պետք է կրթության ոլորտին վերաբերվի այնպես, ինչպես անվտանգության ոլորտին, քանի որ երկուսն էլ պետության գոյատևման հիմքերն են։ Եվ ինչ, կրթությունը մեզ համար այլընտրանք չունի։ Եթե մենք չկառուցենք կրթված, դաստիարակված, բանիմաց, գրագետ հասարակություն, ապա չենք ունենա ժողովրդավարություն, բարձունակ տնտեսություն, ուժեղ սահմաններ և ազգային համերաշխություն։ Պետությունը չի կարող խոսել ապագայի մասին, եթե չի խոսում կրթության իրական հեղափոխության մասին, իսկ առանց դրա մնացած բոլոր խոստումները դատարկ հնչյուններ են։ Կրթությունը պետք է դառնա անվտանգության մաս, իսկ անվտանգությունը կրթության մաս։ Եթե պետությունը շարունակի վերաբերվել կրթությանը որպես երկրորդական խնդրի, ապա նրա անվտանգությունը կդառնա երկրորդական։ Հասնենք վերջին կետին, 8-րդ կետին։ Երջանիկ անհատն ազատ է, պաշտպանված, առողջ և ստեղծավոր։ Նրա երջանկությունը կախված է սոցիալական միջավայրից, սիրած աշխատանքից, ապահով կենցաղից,
հոգևոր ու մշակութային կյանքին հաղորդակցվելու հնարավորությունից։ Երբ անհատն իր կյանքի որակը բարելավում է, նա նպաստում է նաև հանրության ընդհանուր երջանկությանը, ձևավորելով առողջ և կայուն հասարակություն։ Այո, երջանիկ անհատը երջանիկ հանրության հիմքն է։ Սա գեղեցիկ գաղափար է, բայց այն կարող է մնալ տեսական, եթե պետությունը չստեղծի իրական պայմաններ անհատի երջանկության համար։ Երջանկությունը կախված չէ միայն անձնական ջանքերից, այն նաև պետական համակարգի, սոցիալական ապահովության, տնտեսական հնարավորությունների և արդարության վրա հիմնված միջավայրի արդյունք է։ Ինչ պայմաններ են անհրաժեշտ անհատի երջանկության համար։ Անհատ երջանիկ է, երբ պաշտպանված է, բայց արդյոք այսօր մեր քաղաքացիները պաշտպանված են պետական համակարգից, անարդարությունից, կոռուպցիայից, սոցիալական անհավասարությունից։ Անհատը երջանիկ է, երբ սոցիալապես ապահովված է, բայց արդյոք պետությունը ստեղծել է բավարար սոցիալական մեխանիզմներ, որոնք երաշխավորում են արժանապատիվ կենսապայմաններ, գոնե նվազագույն մակարդակներում։ Անհատը երջանիկ է, երբ ունի սիրելի աշխատանք։ Մեր աշխատաշուկան դեռևս հեռու է այն կարգավիճակից, երբ յուրաքանչյուր քաղաքացի կարող է աշխատել իր մասնագիտությամբ, ստանալ արժանապատիվ վարձատրություն և զարգանալ։ Անհատը երջանիկ է, երբ առողջ է, բայց արդյոք մեր առողջապահական համակարգը հասանելի է բոլորին։ Մարզերում առողջապահական ծառայությունները անկացածր որակի են, որ մարդիկ նախընտրում են օգտվել թանկարժեք մասնավոր բժշկությունից կամ պարզապես խուսափել բուժումից։ Պետությունը երջանիկ անհատի ձևավորման գործում իր դերը պետք է ունենա։ Եթե երջանիկ անհատն է երջանիկ հանրության հիմքը, ապա պետությունը ինչպիսի ներդրում է անում այդ անհատի երջանկության համար։ Կան պետական ծրագրեր, որոնք խրախուսում են ոչ միայն սոցիալական պաշտպանվածությունը, այլև ստեղծագործական զարգացումը, հոգևոր կյանքի խթանումը, հասարակական ներդաշնակությունը։ Երջանկությունը անհատի վրա դնելը առանց համակարգային լուծումներ առաջարկելու նշանակում է պետության պատասխանատվությունը անհատի ուսերի թողնելը։ Խոսենք պետության և անհատ փոխկապակցության մասին։ Պետությունը չի կարող ասել երջանկությունը միայն քո ձեռքում է և միևնույն ժամանակ չստեղծել դրա համար անհրաժեշտ պայմաններ։ Երբ անհատը ունի ապահովված աշխատանք, առողջապահական հասանելիություն, սոցիալական արդարություն և պետական աջակցություն, միայն այդ դեպքում նա կարող է երջանիկ լինել և նպաստել հանրության բարօրությանը։ Անհատի երջանկությունը հնարավոր չէ ապահովել միայն կարգախոսներով։ Դրա համար պետք է կառուցել պետություն, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա իրականացնել իր ներուժը, առանց տարօրինակ անհանգստանալու սոցիալական, տնտեսական կամ անվտանգային խնդիրների մասին։ Այսքանը վերջ։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համբերությամբ լսեցին և պատրաստ են կատարել սեփական վերլուծությունը։ Սա չափազանց կարևոր է, հարգելի քաղաքացիներ, հարգելի ընկերներ, քանի որ գիտակից հասարակությունը բնորոշ է փոփոխություններին անտարբեր չմնալու, այլ դրանք հասկանալու, ադեկվատ պատասխաններ հնչեցնելը և պատասխանատու վերաբերմունք դրսևորելը։ Յուրաքանչյուրս մեզնից բոլորից պահանջվում է ոչ միայն դիտորդի, այլև գործող սուբյեկտի դեր ստանձնել։ Մեր երկրի ապագան ձևավորվում է մեր մտածողությամբ, մեր դիրքորոշումներով ու մեր պատասխանատվության մակարդակով։ Հաջորդիվ կշարունակենք վերլուծել վարչապետի ուղերձի մնացած կետերը մոտ ժամանակներում։ Մնացեք տեղեկացված, ներգրավված և պահանջատու։ Հաջողություն։